Իսկ հիմա ես ուզում եմ խոսել այն ինչ որ թվում է, որ նախագահ Թրամփը մի քանի ժամ առաջ հայտարարեց, որ Իրանը եւ Իսրայելը համաձայնվել են զինադադար հայտարարելու։ Իհարկե այդ երկրները իրենք չեն ասել, ոչ Իսրայելը ասել, ոչ Իրանն ասել, նախագահ Թրամփն է ասում։ Գիտեք, Իրանը վերջին ժամանակում, երբ Ամերիկան ռմբակոծեց, որ քիչ հետո պիտի ցուցադրեմ, Իրանի Ֆերդո տարածքը, որ ատոմակայանը այնտեղ է, եւ ասում էին, որ հարստացրել է ուրանիումը մինչև 60%։ Եթե ուզում եք ռումբ ունենաք, ատոմական ռումբ ունենաք, atomic bomb ունենաք, պետք է 90% հարստանա։ Եվ Իրանը միշտ ասել է, որ իրենք չեն ցանկանում ատոմական ռումբ ունենան։ 2003-ին Այաթոլլահ Խամենեին ասել էր, որ դա հարամ է ատոմական ռումբ ունենալ, այսպես արտահայտություններ էր արել այն ժամանակ եւ թվում է ինքը ասում էր, որ այդ է մեր նպատակը, այս միայն խաղաղ օգտագործման համար ինչ որ անում են։ Իսկ որտեղ որ անում էին Սարալանջի սարի տակ է, որ Ղոմը, որ կրոնական մի քաղաք է, դրա Թեհրանի հարավում շատ մոտիկ է նրան, նաև Թեհրանին մոտ է Ֆերդոն եւ այդտեղ կատարվում էր այդ աշխատանքը կատարում էր։ Թվում է հիմա, որ ասում են, որ այդ ատոմական ինչ որ գոյությունը ունի տեղափոխելն են, որովհետեւ Ամերիկան 7B երկու տեսակի օդանավը, որ կարողություն ունի 13600 կիլո ռումբ տեղափոխի, աշխարհում այդպես ոչ ոք չունի այդ առիթը, եւ Իսրայելը անընդհատ խնդրում էր Ամերիկային, որ այդ ռումբը ղրկեն ու վերացնեն ամեն ինչ, որ հարստացնում էին ատոմական ռումբը։ Ինչ ասացի, թվում է, որ հեռացրել էին, որտեղ ռմբակոծեցին, բայց հիմա որ այդ տարբեր տարածքներ ռմբակոծել են, ոչ մի այդ ատոմական այդ ալիքները, ճառագայթները, երբ որ չափում են, որտեղ կարող են չափեն, օրինակ Գրոսի, որը Եվրամիության այն հանձնախումբն է, որ Իրանի հետ խոսում էին, որ կասեցնեն այդ ատոմը կամ հարստացնելու աշխատանքը կասեցնեն, ասում են որևէ նշան չկա, որ ինչ որ ռմբակոծել են, ինչ որ արել են, միտեղ այդ ատոմակայանը վնաս է ասել եւ այս ճառագայթները տարածված է շրջանում գոյություն չունի հիմա։ Այսքան ռմբակոծում ինչ որ վերջին ժամանակ Իսրայելը կատարեց եւ Ամերիկան կատարեց։ Հիմա 7B երկու տեսակի այդ ամենախոշոր ծանրաբեռված օդանավն է, ինչ որ օգտվեցին ռմբակոծման համար եւ 125 օդանավ։ Իսկ որտեղ Միզորի նահանգում է, որ թաքնված են այդ օդանավները, ամեն մեկը բիլիոն արժեն, այսպես օդանավները ոչ ոք չունի, մենակ Ամերիկան կարող է 30,000 pound ռումբ փոխադրի եւ երբ որ Միզորիից դուրս էին գալիս, այս օդանավները հատկապես ծրագրված, որովհետեւ եթե ուրիշներ նաեւ սաթելայթ ունեն կարող է իմանան Ռուսաստան, Չինաստան եւ այլն, երկու կողմ են գնում։ Մեկը գնում է դեպի արևմուտք, Միզորին ներքին մի նահանգ է Ամերիկայի, մյուսը գնում է դեպի արևելք։ Արևելք գնացողը դրանք են, որ ռմբակոծեցին Իրանը։ Արևմուտք գնացողը դրա համար էր, որ խափեն նրան, որ նայում են, կարծեն օդանավները գնում են, ուրեմն նպատակ չկա։ Ուրեմն այն, որ գնում է դեպի Ամերիկայից դուրս է գալիս, օվկիանոսի միջոցով գնում է Միջերկրական ծով, հետո մտնում է Իսրայել, մտնում է Իրաք, այսինքն Սուրիա, հետո Իրաք, հետո մտնում է Իրան ու գնում է ռմբակոծելու համար։ Ուրեմն միայն տեսնում եք, ասացի Ամերիկայից դեպի օվկիանոս, օվկիանոսից Միջերկրական, Միջերկրականից Իսրայել,
Սուրիա, Իրաք, հետո մտնում են Իրան, որ որևէ ուրիշ երկիր չկարողանա հետևի։ Եվ բոլոր տեղում, որտեղ որ անցնում են, այդ ռադարները ինչ որ պետք է ցույց տան այս օդանավները անցնում են, խանգարիչ աշխատանք են անում, որ չկարողանան այդ աշխատանքը տեսնեն, որ ամերիկյան ռազմօդանավը գնում է այդտեղ։ Պատկերացրեք 7 B2 տեսակի ռմբակոծող օդանավը 125 ուրիշ օդանավներ, որ պետք է դրանց մեջ նաև 3 անգամ այդ հսկա օդանավներ այդպես ծանր բեռով գնում են, պետք են ունենում, որ իրենց բենզին հասցնել եւ հետո վերադառնան, այսպես տեսնում եք։ Ռմբակոծումն եք տեսնում, ինչ որ տեղի է ունենում, Իսրայելի միջոցով սրանք տեղի էր ունենում, իսկ քիչ հետո ես պիտի քարտեզի վրա ցույց տամ, շարունակենք, տեսնում եք։ Նաեւ Իրանը ռումբեր է ղրկում դեպի Իսրայել։ Իսրայելը ունի այս գմբեթը, որ ինչ որ հրթիռ գալիս է վերացնում է։ Իրանի հրթիռներից որոշ մասը հարյուրավոր ինչ որ ղրկենին, որոշ մասը կարողանում են մտնի Իսրայել։ Ինչ որ Իսրայելում 25 հոգի մահանում են։ Իսկ Պարսկաստանում կամ Իրանում 950 հոգի մահացել են եւ 3500 վնասվել են։ Սա Իսրայելն է պատրաստել պարսկերենով վիդեոներ ղրկում, որ ինչպես Իրանում ոչնչացնում է ամեն ինչ, ժողովուրդը տեսնեն, Իրանի ժողովուրդ տեսնեն այն ինչ որ Իսրայելը պատրաստել է, ինչ որ տեսնում եք էկրանի վրա, Իսրայելի պատրաստածն է, վրան գրած է որտեղ են ռմբակոծել, այսպես տեսնում եք Թեհրանում ցույց է տալիս գաղտնի ոստիկանության շենքը տապալել են, այնտեղ գրում է եւ այսպես որպեսի ցանկություններ իրենց որ ժողովուրդը դուրս գան եւ տապալեն այս ռեժիմը։ Այաթոլլահ Խամենեին թաքնված է, բայց թվում է ցանկություն ինչ որ հույս ունեին Ամերիկայի եւ Իսրայելի, որ դուրս կգան եւ ժողովուրդը կտապալի, ռեժիմը տեղի չունեցավ եւ թվում է մինչեւ Այաթոլլահ Խամենեին գոյություն ունի, դա այս ռեժիմը մնալու է։ Եթե նախագահ Թրամփի ասածը, սա տեսնում եք, բոլոր Իսրայելն է տվել, այսպես տեսնում եք, տակը պարսկերենով նաև գրված։ Այսպես ասում է ժողովուրդ դուրս են եկել, այս վիդեոյի մեջ գրում է ժողովուրդ դուրս են եկել կառավարության դեմ, բայց ընդհանուր այդպես չեղավ, եթե մի փոքր այս խումբեր տարբեր տեղեր դուրս էին եկել, հակառակը նաև որոշ իրանցիներ դուրս էին եկել, որպես մտածում են իրենց երկիրը ռմբակոծվում է։ Ես իմ մտահոգությունը անցյալում ձեզ նաև ասել էի, որ գիտեք Ռուսաստանը անգամ ասում է, որ Հայաստանում Զանգեզուրը, այդ բարակ հայաստանյան մասը ինչ որ գոյություն ունի, ճանապարհ ռուսները ասում էին, Ադրբեջանը բնականաբար ուզում է եւ Թուրքիան, որ անցք բացեն, որպեսզի Ադրբեջանը կարողանա Նախիջևան միանա այդ միջոցով մոտարապես 43 կիլոմետր ճանապարհ է։ Իսկ եթե ոչ, պետք է Իրանից իջնեն, այսինքն Ադրբեջանից իջնեն Իրան, հետո գան, հետո բարձրանան Նախիջևան, որ շատ ավելի երկար է տևելու, այն ժամանակ 300 կիլոմետր պիտի կտրեն, կարողանան մի կողմից մյուս գնալ։ Դրա համար ուզում են այդ կարճ ճանապարհը Հայաստանի միջոցով, իսկ այն երկիրը, որ մինչ հիմա դիմացել է, ասել է, եթե մտնեք Հայաստան, հարցակվելու ենք Իրանն է եղել, որովհետև գիտի, եթե այդպես փակեն, Իրանը կապը կկտրվի հյուսիսի հետ, Հայաստանի միջոցով Իրանը կարողանում է դեպի հյուսիս կապել, Վրաստանի միջոցով միջերկրական անցնեն, դրա համար ցանկություն չունի, որ Զանգեզուրը Հայաստանի ամենահարավային մասը արգել լինի, որ իրանք բարձրանան։ Մի ուրիշ երկիր նաև, որ ասացի մի կողմը
ցանկացողներն է, որ Զանգեզուրի տարածքում ճանապարհ բացվի Ադրբեջանի համար, Ադրբեջանն է, Թուրքիան է, Ռուսաստանը։ Մյուս կողմը ովքեր են։ Իրանը խիստ դեմ է։ Բնականաբար Հայաստանը դեմ է այդ անցքը բացվելու։ Իսկ Հնդկաստանը նաև դեմ է։ Հնդկաստանը ցանկություն չունի, որ Իրանի միջոցով կարող, այսինքն Հայաստանը կապը կտրվի դեպի հյուսիս, որտեղ Հնդկաստանը միշտ Իրանի միջոցով, Հայաստանի միջոցով կարողանում է դեպի հյուսիս, դեպի արևմուտք անցնել։ Դրա համար Հնդկաստանը նաև դեմ է տարածք տալ Ադրբեջանին։ Բայց հարցը սա է, եթե Իրանի ռեժիմը տապալվի, Հնդկաստանը ինքը այնտեղ կապ չունի։ Հիմա խրախուսում է, օգնում է, կարող է զենք տա եւ այլն, բայց եթե Իրանը մի երկիր չի, որ ինքը համաձայն լինի Ադրբեջանի հետ, հետո կապը կկտրվի։ Գիտեք, մուսուլմանները սովորաբար 100 միլիոն մուսուլման է ապրում Հնդկաստանում եւ կարծում են, որ հնդիկները այդ 100 միլիոն իսլամ ժողովրդի հետ լավ չի վերաբերվում։ Դրա համար Հնդկաստանը շատ հետաքրքրված չի իսլամներով։ Դրա համար ցանկությունն է, որ կարողանա Հայաստանի միջոցով անցնի։ Ես պիտի դադարեցնեմ, վերադառնամ, շարունակեմ նյութի մասին որոշ տեղեկություններ ցույց տամ, իսկ ծրագիրը հովանավորում է Prime-Med Pharmacy հովանավորում է ծրագիրը։ Սա գտնում եք Գլենոքս փողոցի վրա, հեռախոսահամարը շատ հեշտ է 818-6000777։ Ձեր տեղերը կարող եք զանգարեք, կբերեն ձեր տանը կհասցնեն։ Ուրիշ տեղատուն եք, ձեր տեղատոմսը այնտեղ է, կարող եք տեղափոխեք իրենց մոտ, զանգահարեք հավելյալ տեղեկության համար։ Դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյան հովանավորում են ծրագիրը։ Եթե ատամների հետ որևէ հարց ունեք, Լինդը արյուն է հոսում, ցավեր ունեք, ատամի ցավեր ունեք, պրոթեզ պիտի տեղադրեք, որևէ այդ հարցերով զանգահարեք, ժամադրություն վերցրեք։ Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում Բրբանքում։ Ծրագիրը հովանավորում է M&M Liquor Market-ն հովանավորում։ Սա մարքեթ է, պանիր, կարակ, ինչ որ պետք ունեք, նաև խմիչք են վաճառում։ Եթե $30 եւ ավելի վաճառք անեք, այնտեղ առևտուր անեք, ապրանք գնեք, 10% զեղչ են առաջարկում։ 1951 West Glennox փողոցի վրա է գտնվում։ Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Եթե ձեր բնակարանում դուք վարձակալ եք, տուն եք վարձել, որտեղ որ ապրում եք Կալիֆոռնիայում չի տարբերում։ Եթե միջատներ կան, պահարանը բացում եք, տան մեջ միջատ է գնում, առաստաղից է գնում, ներսից է գնում, ինչ որ տեսնում եք, ձեր ինչ որ վարձել եք, մուկ կա ձեր բնակարանի մեջ, մրջուն կա, զանգարեք այս հեռախոսահամարին, փաստաբանի հետ խոսեք։ Դուք ոչինչ չեք վճարում, մինչև ինքը տատը բաց անի կարողանա այդ գումարը ստանա, վնասվել եք, դուք այդ բնակելի չի եղել, ինչ որ դուք ապրում եք մեջը, պետք է ձեր գումար տան։ Եվ երբ որ վճարեն ձեզ, դուք փաստաբանին կվճարեք։ Կարավան ռեստորանն է հովանավորում ծրագիրը, Կարավան ռեստորան գտնվում է Գլենոքս փողոցի վրա, բայց Grand View-ի հատման կետին շատ մոտ է։ Ճաշ կամ ընթրիք կարող եք գնալ Կարավան ունենալ 1108 West Glennox փողոց կվերադառնա։ Ես հիմա ուզում եմ ձեզ ցույց տալ այն ինչ որ Ամերիկան հարձակվեց, ասացի B2 տեսակի 13600 կիլոգրամ կամ 30000 pound ռումբը նետեցին, տեսնում եք այստեղ 3 կետ ամերիկան ռմբակոծերն է։ Ամենակարևորը Ֆերդոն է, ինչ որ այստեղ տեսնում եք, սարի մեջ է սա, պարզապես։ Այստեղ սպիտակ տեսնում եք գործիքներն է դրած, ջեռուցման սառացման այդ սարքավորները air condition-ը տրված է այստեղ մեծ տարածք է 4 մուտք ունի, որ եթե մեկը մի բան պատավ, երևի մյուս մուտքերից մտնեն այստեղ։ Հիմա ես նաև ուզում եմ հիշեցնել այս ռմբակոծումը ինչ որ Ամերիկայի միջոցով տեղի ունեցավ։ Քիչ առաջ ասացի 7 B2 B-2 տեսակի
միայն Ամերիկան ունի, որ կարող է 30,000 pound ռումբը տեղափոխի ու միտեղ օգտվի։ Ոչ մի երկիր չունի դա։ Նախագահ ասել 2 շաբաթվա ընթացքին կորոշեմ ռմբակոծեմ թե չռմբակոծեմ։ Հիմա մի խումբ հենց ռիփաբլիկաններ դեմ են, որովհետև նախագահ Թրամփը նախքան նախագահ լինի, նրանից առաջ սկզբնական ասել էր ինքը Թրամփ ասել էր արտասահմանյան պատերազմների ես չեմ ուզում մասնակցել, որևէ տեղ էլ չեմ ուզում ռեժիմ փոխեմ, որովհետև Իրանում ինքը Թրամփը անցյալից ռեժիմը Իրանում փոխին ավել մի ուրիշ ռեժիմ եկավ, ուրիշ երկրների Ամերիկան գնաց ռեժիմը փոխեց, ավել վնասներ ասած։ Ուրեմն ինքը ասել էր, որ այդպես հարցերով ինքը չի ուզում զբաղվի։ Դա իրեն ասած է, դրա համար ռիփաբլիկաններ ոմանք Ստիվ Բանեն, որ իր առաջին նստաշրջանի իր այսպես ընտրարշավի ղեկավարն էր, հետո հանեց իրեն, բայց շատ մոտիկ է, հատկապես կանչել սպիտակ տուն այս նախքան հարցակում եւ նրա հետ խոսում էր եւ ցույց տվին ասացին, որովհետեւ այդ Ստիվ Բանեն եւ շատ ուրիշներ Marjorie Taylor Greene մեկ կին է ներկայացների տան անդամ, որ նա նաեւ ասել էր մենք չպիտի Ամերիկան գնա ուրիշ պատերազմի մասնակցի Թրամփը, որ շատ մոտիկ է այս կինը ներկայացնի տան անդամը Թրամփի հետ, ասել մենք Թրամփին չենք ընտրել, որ նա հիմա պատերազմը սկսի ուրիշ երկրում, մենք պետք է զբաղվենք մեր երկրի հարցերով։ Այս մասին որովհետև ապագայում ծրագիր պիտի ներկայացնեմ այսքանը, ամենայն դեպս որոշ ռիփաբլիկաններ խիստ դեմ էին, դեմոկրատները բոլորը դեմ էին, դեմոկրատների ղեկավարները դուրս եկան, գիտեք, սովորաբար նրանք, որ հրյաներ են ներկայացնի տան եւ սենեթի անդամների, մեծ մասը կամ չէին արտահայտվում այսպես, թվում էր, որ իրենք համաձայն են։ Ամենայն դեպս ռմբակոծումը 3 կետ կատարեց, շաբաթ օրը տեղի ունեցավ ռմբակոծումները, այստեղ տեսնում եք սա Ֆերդոն է, որ ամենա խոշոր կենտրոնն էր այս ատոմակայանը այստեղ տեղադրված եւ ռմբակոծեցին եւ հետո այսօր Իսրայելը նորից գնաց ռմբակոծեց այս կետը։ Նախագահը Թրամփը ասում է ամեն ինչ վերացված է, բայց հայտնի չի եւ ինչ որ քիչ առաջ նաեւ ասացի Իրանը ասում է ղեկավարներից մեկը, որ մենք բոլոր պատճառը այդ որ չեք տեսնում այս ինչ որ ատոմական ալիքները կամ վնասակար ինչ որ տեղի պիտի ունենար, որովհետեւ մենք տեղափոխել էինք, այսպես են ասում, հիմա ես չգիտեմ ճշմարտություն ունի թե չունի։ Այսպես տեսնում եք 3 կետերը, ուրեմն մեկը սա էր, մեկը Ղոմի մոտ, սա նաև Ղոմին շատ մոտ է, մյուսը Նաթանս եւ Իսվահան է, ինչ որ ռմբակոծեցին։ Իսկ Իսրայելը այսօր տարօրինակ աշխատանք է անում։ Օրինակ Էվին ամենաճանաչված բանդն է Պարսկաստանում, որ քաղաքական մարտիկ այդտեղ են պահում, թե թագավորի ժամանակ, թե իրենք այս նոր ռեժիմը կամ իսլամական ռեժիմը դրան գնացել են, ուրեմն դարբասները ջարդել են, փշրել են, թափել են։ Տարբեր կենտրոններ ավել շատ ահ ու սարսափ ստեղծող։ Օրինակ բանդարկյալներին ցանկություններ երևի ռմբակոծում էր, որ դուռը բաց աներ, որ բանդարկյալները կարողանան փախչեն, քաղաքական բանդարկյալներ նաև այնտեղ կան, ուրիշտեղ ահ ու սարսափ ստեղծելով, այսպես տեղի ունեցավ։ Ինչ Իրանի քիչ առաջ նաև ասացի, նույն համահավասար 14 այսպես ռումբ է նետել դեպի Ղաթարում գտնվող ամերիկյան խարիսխը բեյսում ղրգել է, որ 7 նախապես վերացրել էին կամ ընկավ ծով, դրա համար 11-ը այսպես 19 ընդհանուր իհարկե 11-ը այդ ռումբերից կարողացան վերացնել եւ մեկը թողին որ վայր ընկնի, որովհետեւ միտեղ էր վայր ընկնում, որ իրենց վնաս չէր տա։ Ուրեմն այսպես չեզոքացրին
հիմա տեսնենք ապական ինչ է պահանջում։ Ամենայն դեպս 950 իրանցի մահացել է, 3450 վիրավորվել են, Իսրայելում 25 հոգի մահացել են եւ 300-ի չափ վիրավորներ են եղել Իսրայելում։ Ես մի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից, շարունակեմ ծրագիրը հովանավորում է Հոլիվուդ պիանոն հովանավորում է ծրագիրը դաշնամուր գնելիս վարձելից այցելեք Հոլիվուդ պիանոյի 449 South Royal Parkway Pasadena անպայման այցելեք դաշնամուր վարձելու կամ գնելու համար։ Ծրագիրը հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping ձեզ առաջարկում, եթե Հայաստան ծանրոց պիտի ղրկեք, օվկիանոսով ղրկեք, որ իրենք կատարում են, մոտարապես 2.5 ամսից 3 ամիս կտևի, իսկ օդանավով մի քանի օր հետո ձեր ազգական իր ծանրոց կստանա։ Ընդամենը իջեցրել են գիրնը $2.99 pound-ը, այստեղ տեսնում եք։ Եվ եթե գումար պիտի փոխանցեք $100 ղրկելիս, $1 եք վճարում։ 500 ղրկեք, $5 եք ընդամենը վճարում։ Լանկեշին փողոց Նորթ Հոլիվուդում, East Palmer Glendale-ում, Adams փողոցի հատման կետին շատ մոտիկ է։ Vivaldi venues եւ catering հովանավորում է ծրագիրը։ Vivaldi-ս այս 3 սրահներ ունի արձանյակ։ Ուրախ ժամանցք եք ուզում կատարեք այս սրահի մեջ, հոգեհաց պիտի տակ, կարող եք այստեղ կատարել Vivaldi banquet եւ catering, իսկ ամեն օր ճաշ են առաջարկում 5 հոգու համար $150 է, բայց ճաշը շատ է, մեկ անգամ փորձեք։ Անդրեյ Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե bankruptcy պիտի ֆայլանեք, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ accident եք ունենում, զանգարեք այս հեռախոսահամարին, իր հետ խորհրդակցեք կվերադառնա։